Իմ քայլը հիմնադրամի կողմից իրականացվող քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել հրավիրյալ դասախոս Քրիստոս Գարուֆալիսը Հունաստանի Պատրասի համալսարանից, որը Երևանի պետական համալսարանում ծրագրի ուսանողներին դասավանդում է մետանյութեր առարկան։ Քրիստոս Գարուֆալիսը խոսելով ոլորտի արդիական հետազոտական ուղղությունների, տեսական եւ կիրառական մոտեցումների համադրության, ինչպես նաեւ միջազգային փորձի դերի մասին կրթական գործընթացում հայկական ժամանակի հետ զրույցում բարձր գնահատեց ուսանողների մասնակցությունը ընդգծելով. Դասախոսության հիմնական թեման մետանյութերն են, սակայն թեման մի փոքր փոփոխված է, քանի որ ուսումնասիրության փոքր ինչ տարբերվող մոտեցում ենք ցուցաբերել։ Սկզբում այն դիտարկել ենք զուտ տեսական մակարդակում, ցույց տալով, թե ինչպես կարելի է նման նյութերը մոդելավորել, հիմնարար ֆիզիկական սկզբունքներից ելնելով։ Այդ նպատակով օգտագործել ենք ժամանակակից հաշվարկային մեթոդներ, մասնավորապես խտության ֆունկցիոնալ տեսությունը եւ հաշվարկային նյութագիտության գործիքակազմը։ Մենք սկսել ենք ամենագլխավորից, նախ կառուցեցինք մեթոդաբանական ամուր հիմք, ապա անցանք այդ մեթոդների պրակտիկ կիրառմանը, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է օգտագործել այդ մոտեցումները մետամատերիալների հիմնական եւ ֆունդամենտալ հատկությունները ուսումնասիրելու համար։ Միջազգային համագործակցությունը միշտ էլ առանցքային դեր է ունեցել, իրականում այլընտրանք պարզապես չկա։ Գիտությունը սահմաններ չի ճանաչում, այն զարգանում է գաղափարների եւ գիտելիքի ազատ փոխանակման շնորհիվ։ Այդ գիտելիքը պետք է փոխանցվի մյուսներին, պետք է փոխանակվել ինֆորմացիայով, ինչի արդյունքում գիտությունը կզարգանա մյուս երկրներում։ Հենց այսպես է աշխատում գիտությունը։ Այս տարի ձեր ուսանողները շատ լավ տպավորություն թողեցին, նրանք ակնհայտորեն մոտիվացված էին, բավական լավ նախապատրաստված են եւ կարողանում էին առանց դժվարությունների հետևել դասախոսությանը։ Դա ինձ բավական ուրախացրեց, քանի որ լավ ուսանողներ ունենալը հնարավորություն է տալիս որոշ հարցերի ավելի խորությամբ եւ մանրամասնությամբ անդրադառնալ, խոսելով այն թեմաների մասին, որոնք ինձ անձամբ շատ հետաքրքիր են։ Ընդհանուր առմամբ այս տարին շատ հաճելի եւ արդյունավետ էր։ Երկրորդ անգամն է այստեղ եմ, անցյալ տարի նույնպես մասնակցել եմ ծրագրին եւ պետք է ասեմ, որ իսկապես մեծ պատիվ է աշխատել այս ձևաչափում։ Այն ինձ հնարավորություն տվեց սերտ համագործակցություն հաստատել Երևանի պետական համալսարանի հայ գործընկերների հետ, ինչպես նաեւ խորացնել արդեն գոյություն ունեցող հարաբերությունները ռուս-հայկական համալսարանի գործընկերների հետ։ Երևանում լինելը միշտ էլ հաճելի է։ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, որը ունի հետաքրքրասեր, ուժեղ ուսանողներ եւ բարձր մակարդակի ակադեմիական միջավայր։ Տեղացի դասախոս Եվգենի Մամասախլիսովի խոսքով վերջին տարիներին քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն աճել է։ Նրա կարծիքով Հայաստանի ակադեմիական միջավայրն ունի մեծ ներուժ, իսկ երիտասարդ գիտնականների հետաքրքրվածությունն ու մոտիվացիան կարևոր գործոն են ոլորտի զարգացման համար։ Մենք, ասենք թե այս կիսամյակում մենք ուսումնասիրում ենք, ոնց մենք կարող ենք կիրառել տարբեր թվային մեթոդները այն խնդիրների համար, որտեղ մենք կարող ենք, ասենք թե կվանտային մեխանիկայի, կվանտ մեխանիկական համակարգները ուսումնասիրել, մոլեկուլային, բարդ մոլեկուլային համակարգները, ասենք թե եթե մենք ունենք համակարգներ, որտեղ մենք ունենք մեծ քանակով ատոմներ եւ մոլեկուլներ, մեծ քանակով, ասենք թե էլեկտրոններ, որտեղ ոնց մենք կարող ենք այդ համակարգները ուսումնասիրել ինչ-որ մի թվային մեթոդներով, ասենք թե DFT մեթոդներով կամ մոլեկուլային դինամիկայի մեթոդներով, ու բացի դրանից ոնց մենք կարող ենք վերլուծել այն տվյալները, որոնք մենք ստանում ենք, ու դրա համար մենք ասենք թե օգտագործում ենք տարբեր, ասենք թե թվային մեթոդները, մեխանիկական ուսուցման մեթոդները, ու փաստորեն մեր առարկան այս կիսամյակում դրա մասին։ Այստեղ կարևորը դա է, որ այն հետաքրքրությունը, որը դրսևորում են ուսանողները, դա շատ կարևոր է, որտեղ մենք զգում ենք, որտեղ մեզ համար դա հետաքրքիր է, որ մենք սաղ կյանքը դրանով ենք զբաղվում։ Իսկ եթե մարդիկ, որոնք նոր են արդեն մտնում այդ գիտական ոլորտը, եթե իրանց համար դա հետաքրքիր է, դա ինչ որ մի ինդիկատոր է, որը մեզ ասում է, որ դա իսկականից կարևոր գործն է ու այդ առաջի բանը, որտեղ վերջի վերջով կրթության, ասենք թե կրթությունը Հայաստանում ինքը շատ կարևոր է, որտեղ մենք բացի կրթված մարդկանց երևի ուրիշ ռեսուրսներ չունենք, որտեղ նավ չունենք, ես ունենք, ինչ չունենք, բայց գոնե մարդկանց ունենք։ Ու երևի դա իսկականից շատ կարևոր, որտեղ դա վերականգնում է այն հետաքրքրությունը, որը, ասենք թե մեր մոտ կար, ու հիմա կարող է էլի նորից կառաջանա։ Ինձ թվում է այս տեսանկյունից դա շատ կարևոր է։
Իմ քայլը հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանն էլ ընդգծեց, որ Քվանտա ծրագրի նպատակն է պատրաստել քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի բարձր մակարդակի մասնագետներ եւ նպաստել երկրի գիտական միջավայրի զարգացմանը։ Իմ քայլի հիմնադրամը քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական մեկ ծրագիրը նախաձեռնեց եւ մեկնարկեց 2022-2023 ուսումնական տարում։ Մենք նախորդ ուսումնական տարիների արդյունքում ունենք արդեն 21 շրջանավարտ։ Իսկ այս տարի ներկայիս ունենք 7 ուսանող եւ ծրագիրը իրականացնում ենք Երևանի Պետական Համալսարանի հետ համատեղ։ Մեր 7 ուսանողները արդեն ավարտեցին ուսումնական տարվա առաջին կիսամյակը եւ ընտրել են իրենց թեզերի թեմաները։ Ուսանողներից 4-ի մագիստրոսական թեզերը կղեկավարեն մեր տեղացի դասախոսները, իսկ մնացած 3-ի թեզերը կղեկավարեն օտարերկրյա առաջատար համալսարաններից հրավիրված դասախոսները։ Քվանտա ծրագրի նպատակն է պատրաստել բարձր մակարդակի լավ քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի մասնագետներ եւ նպաստել երկրի գիտական միջավայրի զարգացման։ Ուրախ ենք հայտարարելու, որ Իմ քայլի հիմնադրամի քվանտա ծրագիրը շուտով Երևանի Պետական Համալսարանում կունենա ժամանակակից վերազինված նոր լուծումներով կահավորված լսարան։ Հիշեցնենք, որ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Իմ քայլը հիմնադրամի եւ Երևանի Պետական Համալսարանի համագործակցությամբ։